Վերջերս ես տեսա նրանց, քիչ մնաց թե բռնեի, միայն թե ինձ հայրիկն ասաց, Վերջ տուր, աչքիդ երևաց։ նրանց բռնելը չի լինի, հետքերն էլ չես գտնի, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ։ Գծիկավոր կոդը։ Եվ այսպես, մենք ինչ ենք անում, երբ մարդ ենք տեսնում։ Թաքնվում ենք։ Իսկ եթե հնարավոր չէ թաքնվել։ Վերափոխվում ենք պտուտակների։ Ճիշտ է։ Դե որտեղ կարող է լինել։ Ախր ուր եմ խոթել այն։ Ծակ գլուխ։ Սա պրոֆեսոր Չուդակովն է։ Կարելի է չթաքնվել։ Նա յուրային է։ Այսպես այնտեղ լինել չի կարող, այստեղ նույնպես ախր որտեղ է։ Պրոֆեսոր, դուք նորից ինչ-որ բան եք կորցրել։ Ցավոք այո։ Հասկանում եք գոլեգա, երեկ ես սկսեցի նոր արդյոքի թեստային աշխատանքները, իսկ այսօր այն կարծես գետի տակ է անցել։ Իսկ ուր կարող եք կորել այն։ Ընդամենը երկու տարբերակ կա։ Այն կամ պահեստում է, կամ պահեստում չէ։ Այո, այդ տեղեկությունն օգտակար կլինի մեզ համար։ Կամ օգտակար չի լինի։ Դասարան, իմ հետևից, դեպի պահեստ։ Օհո, որքան արկղեր կան։ Եթե բոլորը ստուգենք, 2 օր կկորցնենք։ Սկսենք այս մեկից, հանկարծ ու բախտը ժպտա։ Ոչ, դրա մեջ ֆեն է։ Ֆեն։ Ճիշտ որ, ֆեն է։ Իսկ այստեղ ինչ է։ Խառնիչ է։ Ճիշտ է։ Իսկ այս արկղի մեջ։ Էլեկտրական թեյնիկ է։ Իդեպ Գերմանիայում պատրաստված։ Ճիշտ որ թեյնիկ է։ Պրոֆեսոր, դուք ինչպես եք դա անում։ Դե դու ստա ֆոկուս է։ Դա կախարդանք է։ Ենթադրում եմ, որ պրոֆեսորի ակնոցը հնարավորություն է տալիս արկղի ներսը տեսնել։ Դե ոչ։ Ես ուղղակի կարող եմ կարդալ յուրաքանչյուր արկղի վրա առկա գծիկավոր կոդը։ Այսա։ Հենց դա։ Շատ իրերի ու արկղերի վրա հաճախ կարելի է նկատել նման սև ու սպիտակ գծիկներ։ Դրանք գծիկավոր կոդեր են։ Գծիկավոր կոդի մեջ ծածկագրված է տեղեկություն առարկայի մասին, ինչպես է այն կոչվում, որ երկրում է արտադրված եւ անգամ որ գործարանում։ Հատուկ սարքերի սկաներների միջոցով կարելի է կարդալ ու վերցնել գծիկավոր կոդը։ Այս եղանակով յուրաքանչյուր ապրանք կարող է պատմել իր մասին։ Իսկ դուք անգամ սկաների կարիք չունեք։ Ես առանց դրա էլ հասկանում եմ գծիկավոր կոդերը։ Կարող եմ սովորեցնել նաև ձեզ։ Հզոր է։ Իդեպ, արդյունքը, որը մենք փնտրում ենք, գտնվում է այստեղ։ Անչեք Գենի Եվգենիչին։ Ներկայում գրեթե ցանկացած իրի վրա տարատեսակ նշաններ են կպցնում։ Օրինակ այս նշանը կոչվում է գծիկավոր կոդ։ Իսկ սա QR կոդ։ Գծիկների մեջ ծածկագրված են տեղեկություններ իրի մասին։ Օրինակ տներից մեկի վրա դուք նկատում եք QR կոդը։ Դրա վրա ուղղեք բջջային հեռախոսի տեսախցիկը եւ էկրանի վրա տեղեկություններ կհայտնվեն։ Թե ով եւ երբ է կառուցել այդ տունը։ Հավես է։ Ցավոք առայժմ ոչ բոլոր հեռախոսներն են ընդունակ դրան։ Կան նաև նշաններ, որոնց վրա ընդհանրապես ոչինչ նկարված չէ։ Ամբողջ տեղեկատվությունը ներսում է։ Դրանք ռադիոխարաններն են։ Դրանք ներդրվում են օրինակ անցաթղթերի եւ երթևեկության տոմսակների մեջ։ Եվ բավական է ընդամենը մոտեցնել քարտը, եւ ռադիոխարանը կհայտնի, որ դա դու ես, եւ քեզ թույլ կտան անցնել։ Էրոսներ, այդքան արագ գտակ։ Առանց ձեզ ինչ է անելու։ Ինչ է։ Այստեղ։ Բրդուճ է։ Ո՞մն է։ Իմը։ Երեք ուզում էի այն սառնարանը դնել, սակայն խոթել եմ։ Սա իմ ցրվածության պատճառով է։
այսպես։ Եկեք մտածենք տրամաբանորեն։ Եթե դուք բրդուճը դնում եք արթուկ տուփի մեջ, ապա արթուկն այժմ գտնվում է սարանում։ Ահայն, իմ արթուկիկը։ Արդեն մտածում էի, որ այլևս չեմ գտնի։ Բարեկամներ, շնորհակալ եմ ձեզ։ Չարժե Գերի Եվգենիս, չէ որ դուք միշտ օգնում եք մեզ։ Նույնիսկ թույլ տվեցիք դպրոց բացել ձեր լաբորատորիայում։ Եվ ձեզանից թաքնվելու կարիք էլ չկա։ Այո,